Եվ այսօրվա քաղաքական հանդիպման եզրափակիչ ուղերձը հղելու համար հարթակը տրամադրում ենք մեր դաշինքի խորհրդի անդամ, ում աշխատասիրության, հաստատակամության, կամքի եւ ուղղակի մարդկային լավ կերպարի շուրջ համախմբում ենք բոլորս Նարեկ Կարապետյան։ Հալին աշխարհ, ողջունում եմ ձեզ։ Ազնիվ ասեմ, ամեն անգամ մեր հայրենիքի այս հատվածից մարդ տեսնելուց մի տեսակ ուրախացել եմ։ Ուրախացել եմ, որովհետև ընդհանուր շատ բաներ ունենք իրար հետ։ Մենք եկել ենք նույն տեղից, մենք նույն ծառի արմատ ենք, անցել ենք նույն ճանապարհը, դաժան ճանապարհը, եւ երբ ես հանդիպում եմ ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, մեծ մասը Հալինից եւ Գյուղելից ընդհանուր, մեծ մասը մենք խոսում ենք մեր ընդհանուր անցյալից, խոսում ենք մեր բարբառով, մեր ընդհանուր բարբառով։ Մի բան այսօր Թաթուլ գյուղում ինձ պատմեցի, ասում են, որ մենք Արևմտյան Հայաստանից եկանք, եկեղեցու պատերի տակ էինք մեր նախնիները, ու հացը եկեղեցին էր տալիս, որ գոյատևենք։ Դա ասեց ու ես հիշեցի այս տարվա դեկտեմբերը, երբ մենք պաշտպանում ենք մեր եկեղեցին, գնացել ենք Էջմիածին պաշտպանելու մեր վեհապարերը։ Ու ցավոք դիմացի կողմում ոստիկանության հետևը տեսա սասունցիների։ Իմ համար մեծ ցավ էր էդի։ Իրանք պետք է մեր կողքը լինեն այդ պայքարի մեջ, որովհետև մեր ընդհանուր այս ճանապարհը ու գաղափարը նույնն է։ Ինչի համար մենք կռվում ենք նույնն է, ինչ դասեր սովորել ենք նույնն է, ինչ մեզ պապերը ասել են նույնն է, որ մենք պետք է մեր երկիրը հայկական պահենք, որ հույսը չդնենք ուրիշի վրա, մեղքը չբարդենք ուրիշի վրա, մենք ուժեղ լինենք, մեր տունը լցնենք մանուկներով, մեր երկիրը, մեր ժողովրդին նորմալ կյանք ապահովենք, նորմալ աշխատանք ապահովենք ու մնանք մեր երկրում, ուժեղացնենք մեր երկիրը, որ չգա մի օր, որ հայերը Էջմիածնում երկու ուշից գաղթացի զավակ երկու կողմից լինեն, Սասունից գաղթացի զավակ երկու կողմից լինեն, իմ համար մեծ ցավ էր էդի, բայց նաև հետո մեր ընկերների հետ շփվելուց ես հասկացա ինչպես է Հալինը վերաբերվել դրան։ Հալինը դրան լավ չի վերաբերվել։ Մարդ կարող է լավ աշխատել մի ուղղությամբ, բայց ինչքան էլ ուզում ես դուր գաս ինչ-որ մեկին, դուք ու հավատի դեմ պետքա չդնաս, դուք ու եկեղեցու դեմ պետքա չդնաս։ Էդի այն կառույցն է, որ մեզ մեր որբ նախնիներին հասցրել է, կերակրել է ու այսօր հասել ենք այսօրին։ Մենք Տաշիրում, դուք Հալինում։ Այսօր նաև երկրորդ բանը տեղի ունեցավ, իմ ավագ օրեղբայրը համոզաստը Հալինից ասեց մեր ռայոն հմենա քասիվ ռայոնը Հայաստանը ու ասեց որ ուշադիր եղնիկ, մենք ուշադիր կեղնիկ, որովհետև տարբերություն չգտնի, որովհետև այս մարդը նույն արմատից է ինչ որ դուք ու այս մարդը առաջի մարդն է մեր ընդհանուր արմատից, որ Հայաստանում երկրի ղեկավարելու հայտ է ներկայացրել, մինչև այս եղել են այլ մեր գեղեցիկ հայրենիքի վայրերից, բայց այս մարդը ստացել է այն խրատները, ինչ որ դուք ու այն ջիգարը, որ ունենք մենք մեր հայրենիքի նկատմամբ, դուք ունեք ձեր փոքր հայրենիքի և մեր ընդհանուր հայրենիքի նկատմամբ կրկնվում է մեր մեջ։ Մենք պետք է փոխենք մեր երկրի ընթացքը։ Մեր աղքատ շրջանները պետք է գործ գա։ Գործ երբ ասում ենք, չեմ ուզում քաղաքական գործի պես ասել։ Այս մարդիկ պետք է զբաղվեն աշխատանքով։ Գործարանները տեսանք Ադամանդի գործարանը ճանապարհին փակել, զբաղմունք չունեն, աղքատ շրջան է։ Մարդու գրպանը գումար պետք է մտնի, որ իր տուն լավ պահի,
շատ երեխաներ ունենա, շատ երեխաներն են մեր երկրի ապագան, մեր մեծ ընտանիքներն են մեր երկրի ապագան, ու ես ինչ ասում ենք տնտեսական, դրա նպատակը մենակ այդ լավ ապրելը չի, դրա նպատակը, որ երբ որ հայը լավ է ապրում, ի տարբերություն աշխարհի բոլոր ժողովուրդների, ինքը շատ երեխա է ունենում, մեծ տոհմա ունենում, ու քուր, եղբայր, իրար հետ, իրար բռնած, այդ ուժն են սարքում, այն ուժը, որ ամբողջ Օսմանյան կայսրությունը իր ամբողջ հզորությամբ չկարողացավ ջարդի, մենք պահեցինք մեզ, իրար հետ, փոփոխություն բերենք, չմնանք տանը, շփվենք բոլորի հետ, ասենք վստահ եղեք Դավիթ ջան ձեր արմատին, դուք ձեր վրա վստահ եղեք, այս մարդը ու դուք նույն արմատից եք, վստահ եղեք փոփոխությունները իրար հետ բերենք, շնորհակալ եմ բոլորիդ։ Սիրելի քարինցիներ,